Ողջույն, ասել թե չասել, խոստովանել թե գաղտնի պահել, արտահայտվել թե լռել։ Այսպիսի հարցեր մեզ բոլորիս ամբողջ օրը տանջում են։ Ոմանք ասում են մեջդ պահիր մի ասա, ոմանք ասում են գերադասում են լեզվի եղածը միանգամից արտահայտվեն։ Չի որ ասում են ճիշտ խոսալը լավ բան է, վատ բան չի։ Ոմանք այդ ճիշտ խոսացողներին չեն սիրում, չեն ընդունում։ Շատերը գերադասում են լռել, այդ լռելով ինչ-որ միտեղ աչք փակելով, երևի դա ավելի վատ է վերջում ստացում։ Ինչի համար է այսօր ես երեկվանից դրա մասին եմ մտածում, ասելու թե չասելու մասին։ Ասենք օրինակ պետք է ասել բարձրաձայնել, որ ձեր շքամուտի, ասենք Վալոդիկ Ձյաձյան միզումա շքամուտքում։ Դա պետք է բարձրաձայնել, այդ հարցը բարձրացնել, խոսել, միջոցներ ձեռնարկել, թե ավելավա վատամարդ չլինել, սուս մնալ, բերանը փակել, ինչ լինում է թող լինի։ Կամ ասենք եթե փողոցում մեկ այլ վատ երևույթ ենք տեսնում, դրա մասին պետք է ահազանգել, խոսալ, գրել, քաղաքապետարան զանգել, թե նորից լուր մնանք, չխառնվենք։ Կամ ուրիշ օրինակ բերեմ, ասենք պետք է, ասենք շատ Հարությունյանի պես, Էդմոն Մարուկյանի պես, Արա Պապյանի պես ասել ճշմարտությունը Նիկոլի եւ իր թիմի մասին։ Ասել այն ամենը, ինչ որ նա անում է, վատ բաները, եւ որով ինքը երկիրը ոնց որ ասում են, կործանման եզրին է արդեն հասցրել։ Դրանց մասին արժե խոսել թե ոչ։ Թե այն որոշ եվրոպամետ կամ ես չգիտեմ ազատամիտ քաղաքական գործիչների պես կարելի է խոսալ ընդհանուր խնդիրների մասին, բայց ոչ մի քննադատական խոսք Նիկոլի մասին կամ իշխանության մասին։ Բայց ինձ հուզողը միայն քաղաքական պահով չի Նիկոլի հետ կապված, այլ ընդհանրապես մեր առօրյա կյանքում։ Այս երկու օրը ուրեմն մի փոքրիկ առողջական խնդիրներ ունեցա, փառք Աստծո, ուրեմն դիմեցի բժիշկի, արդեն մի քանի օր է ուրեմն այցելում եմ տարբեր ծայրի ուրեմն հիվանդանոցներ, ստուգումներ են անում, տեստեր են անում։ Գիտեք ինչի վրա եմ զարմացած, բարիզբուն իմաստով, իհարկե այս հիվանդանոցներում գոլեգաներ ունեմ աշխատող, երբեմն հաճախում եմ, բայց երբ որ արդեն դու որպես ոնց են ասում, հիվանդ, որպես պացիենտ ես, ուրեմն դիմում մի քիչ արդեն ուրիշ աչքերով ես նայում։ Ես իհարկե չգիտեմ, միգուցե հայաստանյան հիվանդանոցներն են այսպես, Արմինեն որպես ուրեմն նախկին բուժ աշխատող ասեց, որ Նայիրի բժշկական կենտրոնը թե Երևանին մի որոշ հիվանդանոցներ կան, մի քանիսը, որ բարձր մակարդակի հիվանդանոցներ են։ Ուրեմն պրոցեդուրա կոչվածը, որ պետք է հիվանդի հետ անեն, Ամերիկայի Միացյալ Նահանգների շարքային հիվանդանոցում։ Ուրեմն մի հատ առանձին սես մի 5-6 թերթանի բրոշուրա տրված, թե ինչպես պատրաստվել այդ պրոցեդուրային, ինչ անել, ուրեմն դրանից մի օր առաջ, 2 օր առաջ ինչ որ չուտել, չխմել, քանի ժամ առաջ ջուր չխմել։ Այդ էլեմենտար ուրեմն կանոնները բացատրելուց հետո նկարագրվում է ամեն քայլ, ինչ որ բժիշկը եւ պետքա քույրը, բուժքույրը, ինչ որ ձեզ հետ պետքա անեն։ Այս հիշում եմ առաջ Սովետական Միությունում, Հայաստանի հիվանդանոցներում հիվանդին չէին ասում, որ նա հիվանդ է, մահամերձ է կամ էսայինա, պիտի վիրատեն ու վերջ։ Ամեն գործողություն բառացիորեն ասված է։ Այս երկու օրը մենք այնքան կարդացինք այս գրականությունը, որ արդեն որոշ հիվանդությունների, որոշ ինչ որ պրոցեդուրաների մասին կարծիք կազմեցի, թե որը ոնց են անում, ինչ են անում։ Այնքան մանրամասնորեն ասում են, վիրահատությունից, պրոցեդուրայից հետո իմիջիալոց Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպես պրոցեդուրաները, որ ասեն կարող է տանեն Հայաստանում կատ են ասում կամ ինչ որ ուրիշ բան, տեստա, իրանք նորից համարում են ուրեմն վիրահատություն, surgery բառով են կոչում։ Ուրեմն վիրահատությունից հետո առանձին բրոշուրի վրա նշված է, թե ինչ են արել, որ ժամին ինչ են արել, որ ժամին վայրկյաններով նշված է, որ գործողությունից հետո ինչ արվել, որ բժիշկն է մասնակցել, որ բժիշկը ինչքանով է մասնակցել, ինչ արել, իրանց ստորագրություններով, անուններով եւ վերջում եզրակացությունը եւ ասենք խորհուրդները, թե ինչ դեղորայք պետք է ընդունել եւ ինչ անել։ Այսա
շատ հուսով եմ, որ սա այսօր այս պրակտիկան ուրեմն օգտագործում է Հայաստանում նույնպես, սա աշխարհի ամենաճիշտ բանն է, այս կյանքում այս դարի ամենաճիշտ բանն է, որ հիվանդից, պացիենտից գաղտնիք ոչինչ չպետք է ապայել, ամեն բան պետք է ասել։ Նույն ձևել այդպես մարդկային հարաբերությունների մեջ լինում են դեպքեր, որ ասենք ընկերներ կան, ասենք իրարից նեղացել են, տարիներով իրար հետ չեն խոսում, բայց երբեք չեն բացատրվում, որովհետև ոչ մեկը չի ասում, թե կամ նեղացած կողմը չի ասում, թե դրա պատճառը որն է։ Դա ամենասխալ բանն է, պետք է միշտ խոսան։ Քաղաքական դաշտում նորից ասեցի, մեր հայ հասարակությունը դեռ այդ աստիճան զարգացած կրթված չի, որ հասկանա ամբողջությամբ ինչ է իրանից ներկայացնում ընդդիմություն կոչվածը, նրանց կարծիքով մեծամասնության իհարկե 80% է գիտեք այդպես, նրանց կարծիքով ուրեմն ընդդիմություն պետքա չլինի, պետքա բոլորը Նիկոլի առաջ ոնց էին ասում, Նիկոլի գլխին կանգնեն, Նիկոլի մեջքին կանգնեն, ով որ միշտ Նիկոլին քննադատում է, նա վատն է, նա թշնամի է, նրանք հարկոցում են, հայոյում են, թե ինչ տգետ բաներ են գրում, մեկ-մեկ որ նայեք ինձանից լավ կտեսնեք։ Դա էլ եմ գտնում, նորից սխալ բան է, որտեվ դե ուղղակի մեր հասարակությունը այդ գիտակցության դեռ չի հասել, որ պետքա ճիշտը խոսել, միայն ճիշտը ասել։ Ընտանեկան հարաբերություններում ծնող, երեխա, ամուսիններ բաց է բաց ճիշտը իրար պետք է ասեն, թե չէ։ Այ քիչ առաջ մորս հետ էի խոսում, մայրս 84 տարեկան է, հիմա երևի զայնագրություն ինքն էլ կդիտի, ուրեմն ինչ որ քննադատական բան ասեցի, կամ ճիշտ բան ասեցի, քննադատական չէ, իմ հարազատների հետ կապված։ Միանգամից բորբոքվեց, դուրը չեկավ ու ինչ նշեց, տեսել ես այսքան ժամանակ Արմինեն իր հարազատների մասին որևէ բան ասի։ Այ հասկանում եք, ես կարելի է լռել չասել, հիմա մարդիկ կան, ասենք, ընտանիքներ կան, այնտեղ ընտանիքի անդամներից ինչ որ մեկը Ղարաբաղցիներին, արցախցիներին չի սիրում, մեկը իջևանցիներին չի սիրում, մեկը գյումրեցիներին չի սիրում, մյուսը տավուշցիներին չի սիրում, մեկն ասում է, այն դատավորը ինձ անարդար դատեց, ինքը Սևանից է, Սևանցիներին չեմ սիրում, այն մեկն ասում է, դատախազը Քյավառից է, կաշառք մեծ ինձանից վերցրեց, Քյավառցիներին չեմ սիրում։ Դրա մասին ասելը լավա թե վատա, որ էսա պատճառ, էս մարդը վատ բան է արել, բայց ոչ թե սիրում եմ, չեմ սիրում կտրվածքով, այլ քննադատական իմաստով բացահայտելով, նշելով, որ այդ մարդը վատ բան արել։ Ես մի ձայնագրություն առաջ խոսեցի նորից արցախցիների թեմայով, ասեցի, որ իմ հարազատների, իմ ազգականների մեջ կան մարդիկ, որոնք արցախցիներին չեն սիրում։ Հիմա ինձ որոշ մարդիկ նախատում են, ինչու ասեցիր դրա մասին, ինչու նրանց անունը տվեցիր։ Հիմա ես եմ լավը, որ ճիշտ խոսացող մարդ եմ, թե որ բերանս փագեի դրա մասին չբարձրաձայնեի, այդ դեպքում ես ավելի լավը կլինեի։ Ճշմարտությունը որտեղ է։ Ես գտնում եմ, որ ամեն դեպքում ճիշտ ասելը, ճիշտը խոսալը, ճիշտով ապրելը ամենաճիշտ բանն է, ամենալավ բանն է։ Նույնն էլ ընտանեկան հարաբերություններում։ Օրինակ ամուսիններ, ամուսնական հարաբերություններում։ Նո վեճել է լինում, խոսակցություն է լինում, իրար հետ ընդհանուր բաներ քննարկում են, բայց ամուսինները մեկը մյուսի նկատմամբ զգացմունքները պետք է անկեղծ ասեն, թե չէ։ Ես Արմինեն նշեց, որ երեք լրացա, որ մենք արդեն 17 տարի միասին ենք։ Հիշում եմ, որ նոր էինք նշանվել, թե նոր էինք ամուսնացել, արդեն միասին էինք ապրում։ Իմ սովորության համաձայն մինչև այսօր, դա ինքը կհաստատի, Սիրուն ջան, քաղցր ջան, թուշիկը տուտեմ, սենց շռալ եմ կոմպլիմենտներով, բայց ոչ թե ձևականորեն, այլ սրտից մեջի եղած ասում եմ, նույնիսկ հիշում եմ, այն առաջի ամիսների ընթացքում մայրս մի անգամ ստեղ նստած էր, ասես տղա ջան, ամոթ է, տղեն իր կնոջ այդքան շատ բան չի ասի, այդքան շատ չի քաղցր բառեր ասի կամ գովա։ Այ դա էլ է հարց, էլի ասենք, բայց ինչու պետքա ամուսինը կնոջը չասի այն ինչ որ իր սրտում կա, ինչու կինը ամուսնուն չպետք է ասի։ Հիմա իհարկե տարբեր են լինում, ես ամբողջ օրը քաղցրս, սիրունս, կյանքս ասելով ման եմ գալիս, ես մի անգամ իրանից նմանատիպ բան չեմ լսել։ Իհարկե ես չեմ կասկածում նրա զգացմունքների վրա, բայց որն է ավելի ճիշտ, որն է ավելի լավը, որ պահում ես մեջը, թե որ արտահայտվում ես։ Եթե մեկին սիրում ես, ինչու չասես սիրում եմ։ Եթե մեկի հետ որպես զուգընկեր
ապրում ես մի տան մեջ, իրար հետ քնում եք, իրար հետ արտանում եք, քեզ հաճելի է գտնվել այդ մարդու հետ իրար կողք, ինչու դու դրա մասին չբարձրաձայնես, չասես, քո զգացմունքները չասես։ Երբեմն ինձ երիտասարդ ուսանողները հարցնում են, թե երջանիկ ամուսնության գաղտնիքը որն է, կատակով եմ ասում եմ, դա նա է, երբ որ կինդ դռելով քո ուղեղը չի սղոցում ամեն օր, փոխաբերական իմաստով իհարկե, եւ դու քեզ այդ մարդու հետ հանգիստ ես զգում։ Դու չես առիթ շարժարիթ փնտրում, որ ընկերների հետ կամ ուսանողների հետ կամ հիվանդների հետ մնաս քո աշխատանքի վայրում, այլ ձգտում ես շուտ գնաս տուն, գաս ձեր հարմարավետ այս օջախ կոչվածում, նստես, տնական ճաշը իրար հետ ճաշեք, զրուցեք, քննարկեք երեխաների ուսման հարցը, ընտանիքում ծագած ինչ-որ մի խնդիր է եւ այլ եւ այլ։ Այ դա է ամենալավ երջանկությունը։ Ու պահել դա ներսում չասել, սիրելիս, ես ինչ համով բան ես սարքել, սիրում եմ քեզ, կյանքս, պոնչիկս, ինչ ասեմ, կոնֆետս, ինչ խոսքով քաղցրս, ամերիկացիք շատ են ասում, հանի, մեղրս, իհարկե ամերիկացիների մոտ ձևական բնույթ է գրում, այդ բառերը, որ չասես այդ ածականները պահես մեջդ, որն ավելի ճիշտ։ Իսկ թվում է արտասանելը, խոստովանելը ավելի ճիշտ է։ Նաև դա շատ կարևոր է, նորից երեք միջադեպ եղավ, ընկերական հարաբերություններում, ուրեմն ես ընկեր ունեմ, որ անկասկած, եթե ես հիմա նեղը լինեմ, նա անմիջապես կգա ինձ օգնության, ֆինանսական տեսակետից կօգնի ինչ-որ պետք է, եթե պետք է լինի մի տարելի վիճակի չլինեմ աշխատելու, ֆինանսապես ինձ կաջակցի, բայց ունեմ նաև ընկեր, որին որ համարում ենք մեր տան անդամ, մորաքույր, տատիկ, չնայած ինքը երբեմն ասում է մենք լավ ընկերներ ենք, ես 61 տարեկան եմ, ինքը 92 տարեկան է, հայ կին է, բայց շատ մոտ ենք, ես իրան վերաբերում եմ ոնց որ իմ մորը, մորաքրոջս, Արմինեի մամային, հարգանքով, իրան բժիշկի է պետք տանել, ես իմ աշխատանքը կթողեմ գնամ իրան մեքենայով կտանեմ բժիշկի եւ անընդհատ իրան կրկնում եմ, ինքը իհարկե զայնագրությունը չի տենա, դրա համար եմ ասես բաց, նայեք նորից բաց, բայց ուղղակի ցած իրա մոտ էլ կարող եմ ասել։ Իրան միշտ կրկնում եմ, անունը Սիրանա, Սիրանուշ է, որ դու տղա չունես, փեսա չունես։ Ես քո տղան եմ, փեսան եմ, քո լավ ընկերն եմ, քո թորն եմ, չէ, թորի համար մի քիչ մեծ եմ երևի։ Չէ, կարելի է։ Ես այստեղ եմ։ Ինձ հենց զանգահարես, ես կես ժամից կլինեմ քեզ մոտ։ Ես ամեն հարցով քեզ կօգնեմ։ Ես պատրաստ եմ միշտ օգնելու քեզ էլ, քո 94 տարեկան քրոջն էլ։ Դու մենակ ինձ զանգիր, տեղեկացրու իմ կարիք ունես, ես շուտ կգամ։ Եվ այնքան հաճելի էր իմ կողմից, որ այս 2 օր մի շաբաթ մի քանի տեղ բժիշկի եմ գնում, ինձ ասում է, ուզում ես գամ քեզ ուղեկցեմ։ Ինքն էլ սայլակով է ման գալիս, որ ասեմ ինչ որ 18 տարեկան աղջիկա թռելով, վազելով գնալու է ինձ հասնի, ասեցի Սիրան ջան, մեկը լինի գա քեզ ուղեկցի, ես գալիս քեզ եմ ուղեկցում։ Դու էլ գաս ինձ ուղեկցես, ասեց ոչինչ, ասեց դժվար է, բայց ես կգամ։ Ու ոչ մի բանի մասին չմտածես։ Ես քեզ կօգնեմ, ես քեզ ուզում եմ գամ օգնեմ, հետդ գամ բժիշկի մոտ քեզ աջակցեմ, ոնց որ դու ես ինձ ասում, որ Սիրան ոչ մի բանի մասին մի մտածիր։ Այլենց էլ ես եմ քեզ ասում, ոչ մի բանի մասին մի մտածիր, մտածիր քո առողջության մասին։ Իհարկե խոսքը ոչ ինչ-որ ֆինանսական օգնության մասին է, այլ բարոյական, հոգևոր օգնության մասին։ 92 տարեկան կինը, որ սայլակով է ման գալիս, իր պատրաստակամությունն է հայտնում ինձ օգնելու եւ ոչ միայն պատրաստակամությունը, այլ արտահայտվում է դրա մասին։ Ուրիշ ընկերներ էլ ունեմ, ասեց բժիշկես գնալու արի քեզ մեքենայով տանենք, ասի ես նստեմ իմ մեքենան կգնամ, կգամ, երեք մեքենայով գնացի, այսօր մետրոյով գնացի, այսինքն ընկերներ ունեմ, որ պատրաստ են գան տանելու, բայց այդ պահը այդ կնոջ հետ, որ ես երեք հեռախոսով խոսեցի, բոլորովին ուրիշ զգացում էր, ուրիշ ձևով արտահայտվեց։ Դրա համար ես գտնում եմ, որ զգացմունքները մանավանդ սրտից եկող լավ խոսքը երեխաներին ձեր ասեք, ձեր կնոջ ասեք, ձեր ամուսնուն ասեք, ձեր մտերիմներին ասեք, ձեր մեջը մի պահեք։ Գեղեցիկ բաները, գեղեցիկ օր է, գարուն է եկել, ծառերը ծաղկել են, կիսվեք մարդկանց հետ։ Վատը եթե տեսնում եք, լինի վարչապետ, ԿՊ-ական աշխատակազմ, ես չգիտեմ, թալանչի, սրիկա, շքամուտքը կեղտոտող,
մետրոյի մեջ այսօր մեկին նկատողություն արեցի, մի քիչ իմ տարիքին կամ երևի այդպես մի քիչ երիտասարդ էր ինձանից, երևի 50-ից, քիթը մաքրեց անձեռնոցիկը գցեց գետին, ասի մի հատ բարձրացրու, ասի ենա աղբար կղը, սաղ մարդիկ են նստած։ Ասեք, բարձրաձայնեք։ Մեր մոտ դրա համար ինձ թվում է մի քիչ բան է, էլի, մեր հասարակությունը փակ է, էմոցիաները, բանման դրական էմոցիաները իրար մեջ պահում խեղդում են, բացականները միանգամից ձեռը տանում է գրպանից դանակն է հանում, դա էլ ուրիշ հարց է, բայց դրական զգացմունքները, էմոցիաները, որ պետք է արտահայտել, ցույց տալ, չկա։ Այ մեկ էլ տեսնում եք երիտասարդ դա գնացել է, ես իմ ումա վարձել, մի 5 հատ մեքսիկացու շորեր են հագել գիտարով, գլխարկով եկել են, այն հրավառությունները դրել են, մի հատ սիրտ է մեծ նկար է, եկել է աղջկան առաջարկություն անում, մատանի է հանում, բայց աշխարհով մեկ ընդունված ձևով չես տեսնում, որ այս երկուսը մի հատ իրար հետ գեղեցիկ համբուրվում են։ Երբեմն այս տպավորությունն է, որ մեր հայ ընտանիքներում ամուսինները մանավանդ երիտասարդ նոր սերունդի հիներին չեմ տեսնում, երբեք չեն համբուրվում։ Ես փողոցում չտեսա Երևանում, որ զույգերը համբուրվեն երիտասարդ։ Բայց տղա ես եկել ես այդ աղջկան առաջարկություն ես անում, ուրախացել է, բան ա եղել, մի հատ այնպես գրկում ասած ռոմանտիկ ձևով, ոնց որ մաման կողքը կանգնա շի թողում կամ իր անկերն է։ Բա արդեն ինչ որ հարաբերություններ ունեք, շփում ունեք, որ համաձայնություն է տալիս կոկինը դառնալու, բա մատանին դնում ես մի հատ սիրուն չհամբուրվեք։ Նույնն էլ են հարսանիքների ժամանակ տենում ես եկեղեցում գնաց է պսակադրվում են, էլի թուշն է պատճում, ճակատն է պատճում, եսին որտեղն է պատճում, բայց մի հատ ոնց որ կլասիկ դասական ձևն է համբուրվելու շրթունքներով չտեսանք մի օր համբուրվեն։ Այդ նույն բանն է, էլի փակ է հասարակություն իր զգացմունքների մեջ, իր զարգացման մեջ։ Դրա համար այսօրվա հորդորս ինչ էր։ Սենց ոնց գցում բռնում եմ, ճիշտը խոսալուց լավ բան չկա։ Ասեք ճիշտը, թեկուզ լինի ձեր մոտիկը, ձեր հարազատը, վատը վատ է մնում, լավը լավ է մնում։ Ձեր ընկերական հարաբերություններում, ձեր ընկերոջ հետ երբեք միամաչեք, ընկերոջ կենացը այն ճորո խոսալու տեղը, բարձացեք ընկերոջ ասեք, ես քեզ սիրում եմ, ես երջանիկ եմ, որ դու իմ կյանքում որպես ընկեր կաս, դու իմ կողքին ես եւ այլ, հետո նոր անցեք քո ընտանիքը, քո երեխաները, բայց այն զգացումը, որ դուք ունեք ձեր ընկերոջ նկատմամբ արտահայտեք, ձեր կնոջ նկատմամբ, ձեր ամուսնու նկատմամբ, ձեր երեխաներին։ Հրեաների համայնքում երեխաներին առավոտը որ նստացնում են ավտոբուս, դպրոցական ավտոբուս, երեխան գնում է դպրոց, այդ երեխային այնց են ճանապարհում, ոնց որ հայկական մի հատ բանակի քեֆ լինի։ Այդ երեխան 4 ժամ հետո հետ է գալու։ 4-ից մինչև 10-12 տարեկան այնց են ճանապարհում այնպիսի զգացմունքներով եւ անկեղծ սրտի եղածով։ Իսկ այնտեղ ուրիշ մարդիկ կան, երեխուն ոնց են ասում, բրախում են, չգիտեն ուր գնաց։ Այդ պետք է սկզբից մաքուր լինեք, մաքուր սիրտ ունենաք, մաքուր կյանքով ապրեք, քիչ հայհոյեք, քիչ վատ բաներ ուրիշների մոտ գրեք, որ ձեր մեջը մաքուր լինի, ձեր մեջ սրբություն լինի, ձեր մեջ Աստված լինի, սեր լինի, արև լինի, գարուն լինի, որ դուք կարողանաք դա կիսեք բոլորի հետ, շրջապատի հետ, ձեր առաջերտին, ձեր մտերիմների հետ, ձեր համաքաղաքացու հետ, ձեր հայրենակցու հետ, դրա համար այդ ժամանակ արցախցունել կսիրեք, իջևանցունել, սևանցունել, քյավարցունել հետը։ Ամենայն բայ բոլորիս, Աստված պահապան մեր հայ ազգին։